Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ այժմ իմ զրուցած գիծը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն պարոն Նավասարդյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Նավասարդյան, մենք կքննարկենք նաեւ ներքաղաքական հարցեր, բայց մինչ այդ իհարկե մեծ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին Իրանը նոր գերագույն հոգեվոր առաջնորդ ունի, սպանված Ալի Խամենեի որդին է, Մոջթաբա Խամենեին, որին արդեն Հայաստանի վարչապետն է շնորհավորել, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներն են ուղերձներ հղել նրան եւ այս ընտրությունը բնավ կարծես թե եթե կարելի այդպես ասել Միացյալ Նահանգների սրտով չէ, որովհետեւ նախկինում էլ նահանգները հայտարարում էր, որ իրենք պետք է մասնակցեն հաջորդ առաջնորդի ընտրությանը եւ անհամաձայնություն էին հայտնում այն լուրերի կապակցությամբ, որ հնարավոր է հենց նրա ամենատարեց որդին Ալի Խամենեի ամենատարեց որդին դառնա Իրանի հաջորդ հոգեվոր առաջնորդ ու նման բաներ, հա։ Եվ այսօր եւս Իրանի արտգործնախարարությունը հաստատել է, որ որևէ բանակցություններ վարելու իմաստ չի տեսնում, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները եւ իրենք գոյաբանական հարց են հիմա լուծում։ Ինչպես է զարգանում իրավիճակը Իրանի շուրջ եւ այդ զարգացումները հնարավոր ինչ իրավիճակի կարող են հանգեցնել, մենք տեսնում ենք, որ մի կողմից Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը արդեն ջախջախված է, ոչինչ չունի, մյուս կողմից տեսնում ենք, որ իրանական ռեժիմը այնուամենայնիվ շարունակում է դիմակայել եւ նաեւ որոշումներ, նշանակումներ են իրականացվում կամ ընտրություն է իրականացվում, որը այսպես ասենք, հա, բնավ ոչ Իսրայելի, ոչ Միացյալ Նահանգների սրտով չի կարող լինել եւ եթե նայենք Իսրայելի տրամաբանությամբ շատ հաճախ հենց այսպիսի առաջնորդների ներկայություններ նրան մղում փլուզելու իրանական ռեժիմը, քանի որ այս առաջնորդները իրենց ասում են քաղաքականությունը կառուցում են Իսրայել պետության չգոյության եւ մահ Ամերիկային սկզբունքի վրա։ Դե հիմնականը ինչ մենք տեսնում ենք այսօր, դա նա է, որ հակամարտող կողմերը փորձում են ցույց տալ, որ դիմացինը պարտվում է։ Դա շարունակությունն է այն տրամաբանության, որ մենք տեսնում էինք հունիսյան 12 օրվա պատերազմի ժամանակ, այսինքն Իրանը պնդում է, որ այնպիսի հարվածներ է հասցնում իր հակառակորդներին, որոնք դժվար կլինի հաղթահարել, որպես լուրջ դժվարություններ, ԱՄՆ-ն եւ Իսրայելը պնդում են, որ Իրանի ռազմական ուժից համարյա որևէ բան չի մնացել։ Եթե օբյեկտիվորեն փորձենք գնահատել այս իրավիճակը, ապա պարզ է, որ այն ռեսուրսները, որոնց տիրապետում էր Իրանը, համեմատելի չեն ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ԱՄՆ պլյուս Իսրայել ուժերի հետ, մանավանդ որ այստեղ մենք տեսնում ենք նաեւ որոշակի աջակցություն նաև եվրոպական մի շարք երկրներից, որոնք ամեն դեպքում հանդես են գալիս որպես ԱՄՆ-ի դաշնակիցներ, փոքր բացառություններով իդեմս ասենք Իսպանիայի, բայց ամեն դեպքում համատել պոտենցիալը, ներուժը ռազմական երկու կողմերի շատ դժվար է, բայց Իրանը փաստորեն պասիանալությամբ է կարողանում աչքի ընկնել եւ բոլորին ցույց է տալիս, որ չի ցանկանում նահանջել եւ հիմնական կարծես թե հաղթաթղթերը, որը ունի Իրանը, դա նա է, որ գնալով տարածաշրջանի երկրները ավելի քիչ շահագրգռված են լինում, որ պատերազմը շարունակվի։ Խոսքը գնում է եւ ծոցի երկրների մասին, որոնք շատ լուրջ կորուստներ են այսօր տնտեսական կրում եւ միջին արևելքի եւ մերձավոր արևելքի այլ երկրներ ակնհայտորեն բարձ է, որ այս հակամարտությունը ոչ Թուրքիայի, ոչ ասենք Ադրբեջանի, ոչ էլ Իրաքի սրտով է եւ նաեւ կա եւս մեկ կարեւոր հանգամանք, դա նա է, որ միայն հրթիռներով եւ ԱԹՍ-ներով պատերազմելը կարող է շոշափելի արդյունք չտա, ասենք ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար եւ անհրաժեշտ կլինի ցամաքային օպերացիա, բայց ցամաքային օպերացիա իրականացնելու համար պետք է լինեն այն զինվորական միավորումները, որոնք պատրաստ կլինեն ոտք դնել Իրանի տարածքում եւ
հասնել Իրանի կապիտուլյացիայի եւ որոնումը այդ կարգի կամավոր ուժերի, որտեղ ոչ ԱՄՆ-ն, ոչ Իսրայելը սեփական զորքերը ուղարկել չեն ցանկանում, ճիշտ չեն գտնում, բայց իրենց փոխարեն գտնել կրկնում եմ կամավորներին շատ դժվար է, այդպիսիք դիտարկվում էին քրդական միավորումները ռազմական, բայց այնտեղ էլ վերջնական որոշում չկա, մանավանդ որ չկա նաև միասնություն քրդական տարբեր միավորների միջև, թե ինչ շահեր եւ ինչ նպատակներ իրեն կարող են այս ամեն ինչում հետապնդել։ Եվ կրկնում եմ Իրանի կարծես թե շանսը այնտեղ է, որ լինի չշահագրգռված երկրներից, որ պատերազմը շարունակվի, այդ երկրներից լինի ճնշում ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա եւ ռազմական գործողությունները կդադարեն կամ կթուլանան եւ հնարավորություն բացվի բանակցությունների համար, բայց առայժմ դժվար է կանխատեսել արդյոք այդպիսի զարգացում կարող է տեղի ունենալ եւ եթե անգամ այո, ապա երբ։ Պարոն Նավասարդյան, դուք հիշեցիք քրդերի մասին, իսկ Իրանի ներսում այդպիսի ուժեր գտնելու հավանականությունը քիչ է, այսինքն ուժեր, որոնք ըմբոստանում են ներկայիս ռեժիմին եւ նրանց հնարավոր է օգտագործել այդ հարցերը լուծելու համար։ Դե երևի ճիշտ է, որպեսզի այդ հարցին պատասխանեն իրանագետները, սակայն այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք, չեն վկայում նրա մասին, որ մեծ մասը այսպես պայմանական ազգային փոքրամասնությունների պատրաստվում է օգտվել այդ հարձակումից Իրանի վրա եւ օրինակ ամենախոշոր համայնքը ադրբեջանական համայնքը Իրանում կարծես թե չի ցանկանում որպեսի այսօրվա ռեժիմը իրանական պարտվի իհարկե այստեղ կան նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսին ներքին այն շրջանակների, որոնք կցանկանային լուրջ քաղաքական փոփոխությունների երկրի ներսում, դրանք զգուշանում են եւ որ կենթարկվեն այնպիսի ռեպրեսիաների, ինչպիսիք եղել են ամիսներ առաջ, եւ անգամ մենք գիտենք, որ այդ շրջանակներին զգուշացումներ են հասնում անգամ ԱՄՆ-ից, որ առայժմ մի շտապեք մենք կասենք, երբ բավարար չափով կվնասազարդենք ռեպրեսիվ ապարատը Իրանի ներքին, որպեսզի դուք կարողանաք բողոքներով դուրս գաք եւ տապալեք ռեժիմը, առայժմ այդպիսի ազդակներ արևմուտքից Իրանի այդ ըմբոստ մասը չի ստանում եւ այստեղ էլ շատ դժվար է կանխատեսել որքան ժամանակ կպահանջվի որպեսզի իմ նշած ռեպրեսիվ ապարատը այլևս այնքան կթուլանա որպեսզի չկարողանա ճնշել ներքին դիմադրություն Հայաստանի վարչապետի շնորհավորական ուղերձը հիմա էլի ակտիվ քննարկվում է, ինչպես եւ քննարկվում էր նախկին գերագույն առաջնորդի մահվան տեղեկությունից հետո օրեր Երևանի լռությունը, որից հետո արդեն Երևանը բնականաբար ցավակցել էր։ Հիմա էլ ասում են ինչու պետք է շտապել շնորհավորել, հա, մի քիչ էլ սպասել, տեսնել ինչ է լինում։ Գուցե դուք ինչպես եք վերաբերվում մեր պաշտոնական Երևանի Թեհրանին շնորհավորանքներին։ Ես կարծում եմ, որ քանի այս կամ այն երկիրը չի վերցրել կոնկրետ կողմ այս հակամարտության մեջ պետք է հետևել այն ռողակարգային, որոնք կան միջազգային հարաբերություններում եւ եթե Հայաստանը չի միացել այն երկրներին, որոնք Իրանի դեմ վարում են պատերազմ կամ աջակցում են այդ պատերազմին, ուրեմն պետք է ժամանակին եւ ցավակցել եւ շնորհավորել նույնը իմիջայլուց անում են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, թեև մենք հասկանում ենք, որ այդ երկրները Իրանից դժգոհելու ավելի շատ հիմքեր ունեն, քան Հայաստանը, քանի որ հենց իրենց տարածքի վրա եղել է ոտնձգություն Իրանի տարածքից եւ Իրանի սպառազինությունների միջոցով։
Պարոն Նավասարդյան, շատ հեռու չգնանք Իրանից, թեև նաև ռազմական գործողություններին մինչ այդ էլ հիմա էլ չեն դադարում տարբեր քաղաքական կամ հանրային գործիչների կողմից պնդումները, որ անհրաժեշտ է Իրանի, գուցե նաև այդ թվում նաև Ռուսաստանի հետ, ձևավորել որոշակի անվտանգային ինչ-որ միավոր, ինչ-որ մի բաղադրիչ։ Վերջի այդպիսի դիտարկումը հայտնեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը Վիտալի Բալասանյանը, մինչ այդ դրա մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը, դրա մասին խոսում է Սամվել Կարապետյանի ուժը, Ուժեղ Հայաստանը եւ այլն։ Այլ որքանով է իրատեսական, որքանով է հնարավոր եւ առհասարակ ինչ կարող է դա տալ Հայաստանին, եթե մի կողմ թողնենք տարբեր օրինակ, չգիտեմ, էմոցիոնալ գործոններ եւ այլն։ Որքանով է դա իրատեսական եւ ինչ է դա տալու Հայաստանին Իրանի հետ այդ համատեքստում մերձեցումը կամ Իրան-Հայաստան-Ռուսաստան, այսպես ասենք, այս եռյակի։ Դե ձեր նշած քաղաքական ուժերը եւ դրանց առաջնորդները ամեն դեպքում տարբեր գնահատականներ եւ առաջարկներ էին տալիս։ Մի մասը ուղղակի կոչերանում, որպեսզի ինչպես դուք նշեցիք, Հայաստանը աջակցություն ցուցաբերի Իրանին, մեկ ուրիշ առաջնորդ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ Հայաստանը պետք է օգտագործեր իր հեղինակությունը, որպեսզի զսպեր կողմերին եւ թույլ չտար, որ այդպիսի սուր հակամարտություն ձևավորվի մեր անմիջական հարևանությամբ։ Բայց ես կարծում եմ, որ տվյալ դեպքում Հայաստանի չեզոք դիրքը երևի ամենաճիշտ լուծումն է, քանի որ Իրանը մեզ համար մնում է եւ կարծում եմ շարունակելու է մնալ անկախ դրանից ինչ կլինի երկրի ներսում շատ կարևոր հարևան եւ գործընկեր։ Իսկ մյուս կողմից Հայաստանի զարգացման ամենապայծառ հեռանկարները բացվում են հենց ԱՄՆ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Մենք շատ լավ հիշում ենք այն օրակարգը, որը ուներ փոխնախագահ Վանսի այցելությունը Հայաստան եւ բացի ներքին տնտեսական զարգացումից այդ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ երևի ամենակարևորագույն գործոններից է, որպեսզի լինի շարունակական հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացը, այնպես որ Հայաստանը ամեն դեպքում մենք շատ լավ հասկանում ենք իր ներուժի պատճառով չի կարող ինչ-որ վճռական փոփոխություն մտցնել իրադարձությունների մեջ, իսկ եթե այդպես է, պետք է հնարավորինս պահպանել նորմալ եւ հասարակաշռված հարաբերություններ տվյալ դեպքում հակառակորդ կողմերի միջև։ Շարունակելով օրինակ նույն Բալասանյանի հայտարարությունները, որոնք շատ բուռն քննարկվում են, օրինակ որ Հայաստանը պետք է միութենական պետության մաս լինի, հիշեցնելով այդ համատեքստում խորհրդային միությունը ու նման բաներ, ես կարծիքների հանդիպեցի, որ ժամանակակից աշխարհում այնպես է իրավիճակը դասավորվել, որ համենայն դեպս ավելի փոքր կամ ռեսուրսներով ավելի սահմանափակ պետությունները այսպես թե այնպես պետք է լինեն ինչ-որ միությունների կազմում, Այս դեպքում ասում են մենք կարող ենք այդ դեպքում քննարկել օրինակ չգիտեմ միութենական պետություն, ուրիշ մի միություն եւ նման բաներ։ Նախ այս մոտեցմանը կխնդրեմ արձագանքեք եւ հետո փորձենք հասկանալ Հայաստանի իսկապես հնարավոր օգուտները, եթե Հայաստանը, չգիտեմ, միութենական պետության մաս է օրինակ դառնում ըստ տարբեր էլի գործիչների քաղաքական առաջարկի, Դե ես կարծում եմ այդ ընդհանրապես միութենական պետության անդամ դառնալու այդ գաղափարը առասպելի նման մի բան է, քանի որ ես երբևէ չեմ լսել կոնկրետ առաջարկ քիչ թե շատ լուրջ մարդուց կամ կառույցից ռուսական, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը միանա այդ Ռուսաստանի եւ Բելարուսի այդ միասին այդ ընդհանուր պետության մեջ, այնպես որ դա ընդհանրապես լուրջ խոսակցություններ չեն, խոսքը իհարկե ավելի շատ նրա մասին է, թե Հայաստանը ում հետ որպես ռազմավարական դաշնակցի կամ գործընկերոջ հետ պետք է տեսնի իր զարգացման հեռանկարները եւ այստեղ ակնհայտ է, որ վերջին մի քանի
տարիների փորձը ապացուցում է, որ ամենահեռանկարայինը Հայաստանի համար դա Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ զարգացման ուղի փնտրելը, նպատակահարմար, քանի որ այնտեղից մենք ունենք շատ կոնկրետ առաջարկներ, կոնկրետ ծրագրեր, որոնք այո ապահովելու են Հայաստանի զարգացումը։ Թե ինչ մենք կարող ենք ստանալ այլ ընտրությունից, ասենք, Յոքուտ Ռուսաստանի, բացի դրանից, որ արդեն ունենք, այսինքն մենք ունենք բավականին աշխույժ առևտուր Ռուսաստանի հետ, որը պետք է ընդունենք, մեծ նշանակություն ունի Հայաստանի ներկա տնտեսության համար, սակայն խոսքը գնում է ոչ թե պահպանելու մասին եղածը, այլ զարգանալու։ Հայաստանը գոյատևելու եւ հաջողակ երկիր դառնալու համար չի կարող դոփել տեղում։ Հայաստանը պետք է փնտրի արագ զարգացման հնարավորություններ եւ միայն դա է ապահովում Հայաստանի հետագա ինքնիշխանությունը եւ ամուր դիրքերը։ Եվ կրկնում եմ, այդպիսի հեռանկարներ բացվում են եւ որ վերջի տարիներին բացվում էին միայն արևմտյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում, որը չի նշանակում, որ պետք է արճակատման գնալ այլ երկրների միջև։ Ի վերջո, ես հակառակը կասեի այն պատմանը կամ բանաձևին, որ դուք հնչեցրեցիք, որ փոքր պետությունները պետք է վճռական որոշում կայացնեն, թե ում կողմից են, հակառակը ես կարծում եմ հենց ուժեղ պետությունները պետք է հստակ կողմնորոշվեն, քանի որ իրենց կողմնորոշումից եւ որոշումից շատ բան է կախված գլոբալ իմաստով։ Փոքր երկրների նման որոշումներից շատ քիչ բան է կախված, այնպես որ նրանք պիտի, ինչպես ես նշեցի, ընտրեն այն ճանապարհը, որը զարգացման հեռանկար է բացում եւ դա ինչպիսի ճանապարհ է իմ նշածն է եւ դրա հետ մեկտեղ պետք է պահպանել այն հարաբերությունները, որոնք կան այլ երկրների կամ այլ կենտրոնների հետ եւ այդպիսի քաղաքականություն ես կարծում եմ Հայաստանը փորձում է վարել միշտ ավել կամ պակաս հաջողություններով եւ երբ հանկարծ ամբողջ խաղադրույքը դնում էր ընդամենը մեկ գործընկերոջ վրա, ինչպես դա եղել է 2020 թվականին եւ դրան նախորդող տարիների ընթացքում, ապա միշտ պարտվել է եւ կորցրել։ Այնպես որ այն ճանապարհը, որ ընտրված է հիմա, պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ բոլոր հարևանների եւ պոտենցիալ գործընկերների հետ, բայց տեսնել իր զարգացման ուղին այն կենտրոնների հետ, որտեղից մենք սպասում ենք նոր բարձր տեխնոլոգիաներ, ներդրումների հնարավորություն եւ նաեւ խաղաղության եւ հարևանների հետ հարաբերությունների նորմալացման հեռանկար։ Մի հարցել ես համատեքստում, օրինակ ակտիվ քննարկվում է, հետաքրքիր է դուք ինչպես եք այդ հարցին մոտենում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործերից մեկը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ հրապարակային կոչեր, այն կասկածի տակ դնել եւ այլն, որը էլի գրեթե բովանդակության իմաստի մեջ էր, ինչ ասում էր օրինակ Վիտալի Բալասանյանը, բայց Վիտալի Բալասանյանի նկատմամբ քննչականից հայտնեցին, որ որևէ վարույթ նախաձեռնված չէ, օրինակ։ Ես կարծում եմ այն ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետին, ապա այնտեղ ավելի շատ քրեական գործեր էին կապված կաշառքի հետ, քան իր աշխարհաքաղաքական հայացքների հետ եւ ընդհանրապես եթե խոսքը գնար Վարդան Ղուկասյանի աշխարհաքաղաքական հայացքների մասին, ես կարծում եմ, որ իր նկատմամբ որևէ հետապնդումը կարելի է դիտել որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում եւ դա նշանակում է, որ նաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները եւ կարծիքները նույնպես չպետք է դառնան իրեն հետապնդման ենթարկելու առիթ, ուղղակի մնում է զարմանալ, թե ինչու այդքան մեծ ուշադրություն է դարձվում
այն անձանց հայտարարություններին, որոնք շատ քիչ ազդեցություն ունեն մեր հասարակական քաղաքական կյանքի վրա։ Ես կարծում եմ կարելի է դա ուղղակի արհամարել, ի վերջո մենք կարող ենք տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ գտնենք, որոնք ունեն իրենց կարծիքը, որը տարբերվում է մեր քննարկած մոտեցումների հետ, որը տարբերվում է իշխանությունների մոտեցումներից եւ ամեն մեկին չենք հետապնդելու կամ ամեն մեկի կարծիքը չենք հնչեցնելու բոլոր հնարավոր աղբյուրներում։ Այնպես որ թողնենք Վիտալի Բալասանյանին, որպեսզի մնա իր կարծիքին, իսկ մենք խոսենք ավելի լուրջ բաների մասին։ Շատ լավ, մի հարց էլ ներքաղաքական համատեքստում Փաշինյանը նշածող սահմանեց 65% խորհրդանական ընտրություններում հավաքելու համար։ Նախ որքանով է այս նշածողը ըստ ԿՊ-ի համար ներկայում իրատեսական եւ դրա, այսպես ասենք, ռեսուրսը խաղաղությունն է լինելու իշխող ուժի համար, որ կարողանա այդ նախկինում ասում էին 50+, հիմա կարծես այդ 50+-ը ավելի առարկայական դառնում է 65։ Դե 65-ը փաստորեն նշանակում է, որ ԿՊ-ն պլանավորում է հավաքել կամ ստանալ առավելագույնը, քանի որ Հայաստանի օրենսդրության 2/3-ից ավել ձայներ հաղթող քաղաքական ուժը չի կարող ունենալ, եւ եթե հասնում է այդ նշաձողին, դա նշանակում է, որ ավելի բարձր տոկոս հավաքելու դեպքում լրացուցիչ պատգամավորական մանդատներ տրվում են մյուս երկու ընդդիմադիր, առնվազն մյուս երկու ընդդիմադիր քաղաքական ուժերին, բայց ես կարծում եմ, որ առավելագույնին հասնելը նաև ըստ սոցիոլոգիական հարցումներին շատ դժվար կլինի քաղաքացիական պայմանագրին եւ այդ քաղաքական ուժի հիմնական խաղաթուղթը պետք է լինի ցածր մասնակցությունը ընտրություններում, քանի որ ի տարբերություն իր հիմնական հակառակորդներին ԿՊ-ն ունի մոբիլիզացված, ընտրազանգված, որի մասնակցության տոկոսը շատ բարձր է լինելու, այն դեպքում, որ դիմադիր քաղաքական ուժերի կողմնակիցները կամ ցրված են իրենց հարցերը, ձայները կներեք, կամ նրանք ուղղակի պատրաստ չեն լինելու պարտադիր գնալ եւ քվեարկել, այսինքն ինչպես են իրենք դասավորելու իրենց հունիսի 7-ի օրը, շատ դժվար է կանխատեսել, կարող է որոշեն գնալ եւ հանգստանալ այդ օրերին, այլ ոչ թե գնալ տեղամասեր։ Սա է հիմնական հարցը, որը առաջանում է, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան նաև իրենց ընտրազանգվածը մոբիլիզացնել, եւ եթե կարողանալու են, ապա ես կարծում եմ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը շատ հավակնոտ թվեր է հնչեցնում իր արդյունքների վերաբերյալ։ Բայց կրկնում եմ, եթե լինի ցածր մասնակցություն, ապա այդ մոբիլիզացված ընտրազանգվածի հանգամանքը կարող է մեծ հաջողություններ բերել ԿՊ-ին, մեծ հաջողություն ասելով, ես նկատի ունեմ, որ նաև անցողիկ շեմը չհաղթահարող քաղաքական ուժերի միավորների ձայները վերաբաշխվելու են նրանց միջև, ովքեր շեմը հաղթահարելու է, եւ դրա շնորհիվ այո քաղաքացիական պայմանագիրը իրական շանսեր ունի ստանալ մեծամասնություն։ Պարոն Նավասարդյան, դուք նշեցիք, որ Հայաստանի զարգացման պայծառ հեռանկարները բացվում են Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ զարգացման ճանապարհով, ուղիով, նշեցիք արևմտյան ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ այլն։ Իրանի շուրջ կատարվողի համատեքստում էլի ընդդիմադիր շրջանակներից օրինակ պնդում են, ասում են, տեսեք, ծոցի երկրներում իրանական կողմը հարվածում է նաեւ տվյալների, ինչ որ բազաների եւ այլն, հետեւաբար արևմտյան այն սպասվող տեխնոլոգիական եւ ոչ միայն ենթակառուցվածքային, նախագծերը
դրանք շատ պոտենցիալ կարող են թիրախներ լինել, որովհետև մենք չգիտենք այս պատերազմը որքան է ծավալվելու եւ առավելևս չգիտենք թե պատերազմի արդյունքներն ինչպես են լինելու, երբ այն ավարտվի։ Մյուս կողմից կան պնդումներ, որ ԱՄՆ-Իսրայել-Իրան այս ռազմական գործողությունները մեծացնում են նաեւ ռազմական եւ ոչ միայն ռիսկերը մեր տարածաշրջանում, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դեռևս չստորագրված խաղաղության համաձայնագրի արկայության պայմաններում, բայց մյուս կողմից նաև կան պնդումներ, որ օրինակ այդ թվում եւ TRIP-ը մեղմում է հնարավոր ռիսկերը, հա, այլ ինչպես կողմնորոշվել այս բազմաշերտության մեջ։ Նախ ես պիտի ասեմ, որ այն ռիսկերը եւ սպառնալիքները, որոնց մասին խոսվում են, արկա են այն պատճառով, որ մենք գտնվում ենք հենց ամենասուր առճակատման փուլում։ Այդ առճակատումը ինչ-որ բանով պետք է ավարտվի եւ դրանով պետք է ավարտվի նաեւ անորոշությունը։ Եթե անորոշությունը հաղթահարվի, ապա ես կարծում եմ նաեւ ռիսկերը կապված այդ տվյալների մշակման կենտրոնների թիրախ դառնալու հետ կապված նույնպես կվերանան կամ էականորեն կնվազեն։ Ես կարծում եմ հիմնական խնդիրը մեզ համար ոչ թե դա է ինչ է լինելու հետո, երբ եւ եթե այդ ներդրումները իրականություն դառնան, այլ խնդիրը նրանում է, որ հեռանկարները, այդ ներդրումները եւ տեխնոլոգիաների փոխանցումը հենց կարող է ռիսկի տակ լինել, քանի որ մենք տեսնում ենք ինչպիսի տնտեսական կորուստներ են ունենում մեր պոտենցիալ ներդրողները, եւ եթե նրանք այդ հսկայական ռեսուրսները ծախսում են պատերազմում կամ պատերազմի հետևանքով են կորցնում, բարձ է, որ շանսերը, որ մենք այն ծավալի ներդրումները կստանանք, որոնք ակնկալվում էին մինչև պատերազմի Իրանում։ Եվ հենց դրա մասին պետք է մտածել։ Ես կարծում եմ ամեն դեպքում Հայաստանին ձեռնտու է, որպեսզի այս պատերազմը հնարավորինս արագ ավարտվի, վերականգնեն բոլոր տնտեսական կապերը եւ դա հետաքրքիր կդարձնեն նաեւ այն բոլոր ներդրումային ծրագրերը, որոնք կապված են Հայաստանի հետ, մանավանդ որ այդ ներդրումային ծրագրերը հիմք են դառնում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար եւ հակառակը կա փոխկապվածություն, եթե լինի այդ հարաբերությունների նորմալացման գործընթացի շարունակությունը, ապա նաև բարձրանում են շանսերը ներդրումների, այսինքն այստեղ երկու ուղղությամբ պետք է մտածել եւ ակնկալել, որ զուգահեռ կգնան այդ գործընթացները եւ այստեղ մենք տեսնում ենք, որ այդ նույն ռիսկերը, որոնց մասին խոսվում է կապված տվյալների մշակման եւ նոր տեխնոլոգիաների, այդ թվում նաեւ էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման հետ կապված ունի նաեւ Ադրբեջան։ Այնպես որ այստեղ որքան էլ միգուցե դա տարօրինակ է հնչում այսօր, գնալով այդ երկու երկրները ունենում են ընդհանուր շահեր եւ կարող են նաեւ միջազգային ասպարեզում եւ մեր տարածաշրջանում խնդիրների հաղթահարման ուղղությամբ համաձայնեցված զուգահեռ քայլեր կատարեն եւ ջանքեր գործադրեն։ Ես կարծում եմ այստեղ մեր դիվանագիտությունը պետք է ավելի ինտենսիվ աշխատի նաեւ այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի տարածքը հետաքրքիր դառնա Ադրբեջանի համար Նախճիվանի հետ կենտրոնի կապը ապահովելու տեսակետից, այդ գաղափարները շատ են քննարկվում, բայց կարծես թե առարկայական պայմանավորվածություններ չկան, ես կարծում եմ դրանց պետք է հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել, թեև եղել է հայտարարություն, որ Ադրբեջանը վերաբացում է իր սահմանը Իրանի հետ բեռների տեղափոխման առումով, այսինքն այն հիմնական ուղղությունը, որի միջոցով ապահովում էր նաև Նախճիվանի էքսկլավը, սակայն կարծում եմ ամեն դեպքում այդ ուղղությունը բավականին ռիսկային է այսօրվա պայմաններում եւ անհրաժեշտ է, ինչպես ես նշեցի,
հետևական քայլեր ձեռնարկել, որպեսզի հաղորդակցությունների ապաշրջափակումը իրականացվի սկզբից ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, իսկ եթե համապատասխան ուղղությամբ բեռները սկսեն ինտենսիվ տեղափոխվել, ապա նաև բարձրանալու են շանսերը երկաթուղային հաղորդակցությունների վերականգնման կամ կառուցման համար։ Սրանք պետք է լինեն կարծում եմ մեր առաջնահերթությունները, այլ ոչ թե խոսակցությունը դրա մասին, թե երբ կխոցվի հարևանի կողմից մեր դեռ կառուցվող տվյալների մշակման։ Դե դրա մասին ակնարկում է Ռոբերտ Քոչյանը եւ այս համատեքստում վերջինը պարոն Նավասարդյան ստեղծված իրավիճակը տեղի ունեցողը փորձություն է Հայաստան-Ադրբեջան գործընթացի համար, թե այստեղ այդքան էլ այսպես ասենք Երևանի եւ Բաքվի կամքը չի գերակա։ Փորձություն է իհարկե, քանի որ այն պլանները, որոնք կային հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման տեսակետից հետաձգվում են, քանի որ բոլորի ուշադրությունը այլ թեմաների եւ ուղղությունների վրա է, բայց միևնույն ժամանակ դա ինչպես եւ միշտ լինում հնարավորություն է եւ անգամ առանց դրսի ներդրումների ներգրավելու մենք կարող ենք միգուցե փոքր քայլերով շատ կարևոր հարցեր լուծել Ադրբեջանի հետ, որը ապահովելու է փոխադարձ վստահությունը եւ փոխադարձ հետաքրքրություն իրար նկատմամբ։ Այնպես որ այդ հնարավորությունները, ինչպես ես նշեցի, պետք է օգտագործել այսօր, առանց սպասելու, թե երբ երրորդ կողմերը մեզ ինչ-որ նոր հետաքրքիր բան կառաջարկեն։ Աշխարհում զարգացումները շատ դինամիկ են եւ արագ, եւ չի կարելի կորցնել պահեր, որոնք հետագայում կարող են կապիտալիզացիայի բերել քո բոլոր այսօրվա քայլերը։ Մենք արդեն նախորդ տարիներին շատ ժամանակ ենք կորցրել, քանի որ բավարար կառուցողական չենք եղել թե Երևանը, թե Բաքուն։ Այսօր կարծում եմ ժամանակն է, որպեսզի ավելի իմաստուն քաղաքականություն վարեն մեր առաջնորդները։ Շնորհակալ եմ պարոն Նավասարդյան։ Նմանապես հաջողություն։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն էր, մեր եթերում կարճատև դադար է, մնացեք առաջինի հետ, կվերադառնանք րոպեներ անց։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ իմ հաջորդ զրուցակիցը նախին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանն է։ Ողջույն պարոն Հարությունյան, շնորհակալություն միանալու համար։
Պարոն Հարությունյան, նախ սկսենք խոսել ընդհանուր մերձավոր արևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ դրան եվրոպական կողմի արձագանքներից, մոտեցումներից կամ որդեգրած քաղաքականությունից ու նաեւ մասնավորապես այդ համատեքստում դիտարկենք ֆրանսիական կողմի մոտեցումները։ Մակրոնը նշեց, որ Կիպրոսի վրա հարձակումը դա հարձակում է ամբողջ Եվրոպական միության վրա, այնուհետև հեռախոսազրույցներ ունեցավ մի քանի երկրների ղեկավարների, այդ թվում եւ Ադրբեջանի հետ, անընդունելի համարեց Նախիջևանի տարածքում անօթաչու թռչող սարքերի հարվածները արկայությունը երկրի ինքնիշխան տարածքի խախտումը եւ այլն, խոսեց Մասուդ Փեզեշքյանի հետ, մինչ այդ տեղեկություններ տարածվեցին, որ ֆրանսիական կողմը համաձայն է, որպեսզի Միացյալ Նահանգներն օգտագործի ֆրանսիական բազաները Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Ինչ իրավիճակ ունենք մենք եվրոպական կողմից այս կոնֆլիկտի նկատմամբ, ինչպես է Եվրոպական միությունը հարաբերվում այս կոնֆլիկտի հետ եւ ինչ քաղաքական մոտեցումներ է ցուցաբերում։ Առաջին հայացքից Եվրամիությունը ինչպես միացյալ դիրքորոշում է ունենում միջազգային տարբեր սուր հարցերի նկատմամբ, այստեղ տեսնում ենք, որ նաեւ պահպանելով այդ անուղղակի միասնականությունը, նաեւ կա առանձնակի մոտեցումներ ըստ ինքնիշխանության ավելի ընդգծված մոտեցումներով, ինչպես տեսանք Իսպանիայի դիրքորոշումը, Ֆրանսիայի դեպքում նույնպես սկզբնական առաջին օրերին նշվում էր, որ պաշտպանական նկատառումներից ելնելով, բայց ընդհանուր քաղաքական Ֆրանսիայի դեպքում պետք է հաշվի առնել, որ մեկ շաբաթ հետո մենք այստեղ Ֆրանսիայում ունենք մունիցիպալ ընտրություններ եւ քաղաքական էլիտան զբաղված է այդ մունիցիպալ ընտրությունների վերջնական եզրափակիչ, այսպես ասած, նախընտրական փուլով, ուստի խոսույթը շատ զուսպ է ֆրանսիական քաղաքական էլիտայի կողմից, քաղաքական ուժերի կողմից, նաև որոշակի միասնականություն չասեմ, բայց ճակերտավոր միասնականություն կա մոտեցման նկատմամբ այն իմաստով, որ նույնիսկ հակառակ քաղաքական թիմերից նախագահի արտահայտած այն դիրքորոշումը Ֆրանսիայի նախագահի արտահայտած այն դիրքորոշումը, որ Ֆրանսիան պետք է ելնի իր ազգային շահերից ելնելով տվյալ կոնֆլիկտում դիրքորոշումը ամրապնդելու հարցում, նաև պաշտպանվել է որոշակի առումով նաև օպոզիցիոն օպոնենտների կողմից, ընդդիմության կողմից։ Սակայն Կիպրոսի հետ կապված հարվածները դա արդեն այսօր նաև տեսնում ենք, որ Մակրոնը Կիպրոսում հանդիպել է Կիպրոսի եւ Հունաստանի ղեկավարների հետ, նաև ամրապնդելով, ընդգծելով նաև որ Կիպրոսը Եվրոպան եւ Եվրամիության նաև միասնականության, այսպես ասած, համերաշխությունը ցույց տալով։ Իհարկե այս պատերազմի սցենարները իրոք անկախատեսելի են սցենարները այս բայդրությամբ հարցումների նաև առումով Եվրոպայում Ֆրանսիայում կոնկրետ վերջին հարցումները մարտի սկզբին, թե արդյոք արժե Ամերիկայի հետ դառնալ մտնել պատերազմի մեջ այս մերձարևելքի Իրան-Իսրայել պատերազմը ԱՄՆ-ի հետ շատերը ձեռնպահ են մնացել, որը նաև ինչ-որ կերպով արտացոլում է քաղաքական ուժերի կարծիքներում, ավելի շատ Ֆրանսիայում գերակայում այն մոտեցումը, որ Ֆրանսիան պետք է զսպողակբար վերաբերի եւ նաեւ վերանայի իր կոնկրետ իր առանցքային ու կարևոր ազգային շահերը, որից է կոնֆլիկտի մեջ մտնելուց։ Դա նաեւ գալիս է ռուս-ուկրաինական պատերազմի փորձից ելնելով եւ այլն, բայց ներկայիս պահին տրամադրությունները, եթե երկու խոսքով այսպես ասեմ, դրանք են։ Եվ Կիպրոսում բազաների թիրախավորման փորձը, ըստ ձեզ կոնֆլիկտը ունի այն պոտենցիալը, որ կարող է բացի օրինակ ծոցի երկրներից եւ այլն, իր մեջ արդեն թեկուս անուղղակի ներքաշի եվրոպական տարածաշրջանի խաղացողներին։ Նաև չեմ բացառում իհարկե, որը ընդհանրապես չի ցանկանա, որտեղ դա արդեն փոխում է դրամաչափը պատերազմի եւ ընդհանրապես բնույթը։ Իհարկե իրանական կողմի հստակ այն նշումը, որ երկրից էլ գա, որից է ամերիկյան բազայից կամ թշնամու իրենց թշնամու կողմից, թշնամների կողմից, որից է արկ,
այսպես ասած, պատասխանը կլինի համաչափ։ Ես եթե սխալվում եմ, կարող եք ինձ ուղղել, բայց կարծում եմ, որ իրանական կողմը որից է տարբերություն չի լինի, թե որտեղից է գալիս այդ հարված։ Ուստի հակահարված տալու փորձ ամեն դեպքում կարվի։ Դրա համար նաև Եվրոպան պետք է հաշվարկները ճիշտ անի, որպեսզի տարբեր երկրներում կան, տարբեր եվրոպական երկրներում տարբեր ներքին առաջնահերթություններ կան, օրինակ կապված է նաև նույնը Իսպանիայի դիրքորոշման հետ, ուստի չեմ կարծում, որ Եվրամիությունը որպես միասնական միավոր ուղղակիորեն կմտնի այդ կոնֆլիկտի մեջ։ Շատ լավ, մենք նաև տեսանք, որ արդեն երկրորդ անգամ Թուրքիայի տարածք բալիստիկ հրթիռներ են հայտնվում, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դրա մասին հաղորդագրություն տարածեց, այնուհետև նշեց, որ 6 F-16 կործանիչներ է տեղակայում եւ հակաօդային պաշտպանության համակարգեր հյուսային Կիպրոսի հատվածում թուրք բնակչությանը պաշտպանելու համար պատրաստ լինելով նաև հավելյալ միջոցներ կիրառել եւ նշվեց, որ երկրորդ անգամ բալիստիկ հրթիռ խոցվել է արդեն ՆԱՏՕ-ի ուժերի կողմից, հա, այսպես թե այնպես մենք տեսնում ենք, որ կոնֆլիկտը տարբեր ռազմաքաղաքական կառույցների շոշափում է, թե ոչ շատ ուղիղ առճակատման տրամաբանության մեջ, այդ համատեքստում էր իմ հարցը, հա, որ այնուամենայնիվ ինչ որ պահի, այսպես ասենք, դաշնակիցները փորձեն հարցը լուծել Պարտավորված լինեն ներգրավելու պատերազմի մեջ, այսինքն Եվ ես տպավորություն եմ, որ նաև ԱՄՆ վարչակազմը նաև դրան է սպասում եւ ինչ որ չափով նաև փորձում է տանել դեպի դրան, որպեսզի տարածաշրջանն ավելի մոտիկ, ինչպես գիտենք Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ներգրավեն, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ կբերի արդյոք դա կբերի խնդրի լուծմանը եւ ընդհակառակը պատկերացրեք մեր տարածաշրջանի համար դա ինչ սարսափելի մի իրականություն կլինի հայտնվելով այդ տարբեր ուժերի մեջտեղում նաև օրինակ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական Անկարան միշտ նշում է որ զերծ մնալ եւ այլն, այսինքն շատ ավելի չեզոք է փորձում իրեն ցույց տալ նաև իր դաշնակիցների ՆԱՏՕ-ի եւ իր հարևան Իրանի եւ տարածաշրջանի այլ խաղացողների ենթատեքստում, որպեսզի չսրի առավել իր դիրքորոշումը, սակայն հայտնի է, եթե եղավ հարձակում ՆԱՏՕ-ի անդամ պետության նկատմամբ, ապա դա իրավական առումով կաշխատեցնի այն հիմնական հիմնադրույթը հիմնադիր պայմանագրի, որով բոլոր անդամներին կստիպի արդեն գործել միասնաբար որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Ու այստեղ շատ վտանգավոր պահ է, ուստի նաև նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը միակ արևմուտքի միակ ղեկավարներից է, թերևս մինչ այսօր, որ ուղիղ կապ է հաստատել Իրանի նախագահի հետ։ Մնացածը այլ մակարդակներում միգուցե եղել են, բայց նախագահների միջև այդպիսի հեռախոսազրույց եղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Մակրոնի կողմից։ Նաև դա Ֆրանսիայի դերն է ուզում ընդգծել, որ փորձում է այս կոնֆլիկտում որոշակի մերձեցման, այսպես չասեմ, բայց ինչ որ եզրեր գտնելու համար, հանդարտելու կամ փոխելու համար։ Որը չի որպես պայմանությամբ։ Պարոն Հարությունյան, երբ բռնկվեց այս ռազմական գործողությունները, շատ էր քննարկվում միջազգային իրավունքը, որ այս գործողությունները անընդունելի են այդ տեսանկյունից, որ առանց ՄԱԿ-ի, առանց անվտանգության խորհրդի հաստատման ռազմական գործողություններ են նախաձեռնվում սեփական հայեցողությամբ եւ այլն, մեկ այլ ՄԱԿ-ի անդամ երկրի նկատմամբ ու նման բաներ։ Գերմանիայի կանցլեր Մերցը նշեց, որ մենք չենք պատրաստվում մեր դաշնակիցներին, ենթադրաբար Միացյալ Նահանգներին, միջազգային իրավունքի դասեր տալ, հետո, եթե չեմ սխալվում, Մակրոնն էր, որ նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող այս տեղի ունեցողը ընդունելի լինել, բայց միաժամանակ պատրաստ էր ռազմաբազաներ տրամադրել ԱՄՆ-ին գործողությունների շարունակելու համար։
այս համատեքստում ինչպիսին է եվրոպական մոտեցումն ու դիրքորոշումը, հա, որպես մի կառույցի միջազգային իրավունքի ջատագով, հենց իրավունքի վրա հիմնված ու իրավունքի պաշտպանությամբ շատ հաճախ զբաղվող Եվրամիությունը, եթե մի քիչ հետ գնանք մինչև Իրանի վրա հարձակումը, նաև կարող ենք տեսնել Եվրամիության դիրքորոշումը, երբ որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսեց Գրենլանդիայի վերաբերյալ։ Եվ այստեղ Եվրամիության արդեն թողնված է ինքնիշխան ամեն մի պետության կողմից նաև այդ ազատությունը, այդ հարմարավետությունը խոսելու տալու իր սեփական դիրքորոշումը տվյալ կոնֆլիկտի վերաբերյալ ու տեսնում ենք, որ հիմնականում մոտ 70%-ով բոլորը խուսափում են անմիջականորեն որևէ կողմի դիրքը այսպես ասած բռնելու, սակայն մնալով նաև ավելի շատ դաշնակից երկրի հետ պատրաստակամություն նշելով, բայց այստեղ առանձնահատկություն այն է, որ Եվրամիությունը որպես այդպեսին կարևոր չի այնքան իր կարծիքը, որքան ինքնիշխան պետությունների ամեն մեկի արտահայտած կամ չարտահայտած դիրքորոշումը։ Նաև չմոռանանք, որ դոմինոյի էֆեկտով 28 անդամ երկրների ենթատեքստում մեկը նայում է մյուսին կամ մի խումբ երկրների դիրքորոշմանը, այսինքն հիմնական երկրների դիրքորոշումը ազդում է մնացածի նաև հետագա դիրքորոշմանը, որը կազմում է միասնական դիրքորոշում, ասենք այսպես, բայց ըստ էության Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա կամ եւս մի քանի երկիր, երբ որ սկսում են արդեն դիրքորոշում արտահայտել, դա նաև հիմնականում ազդում է մնացածի միասնական կարծիքի վրա։ Այստեղ նաև Կիպրոսը, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չի համարվում, չնայած որ Մեծ Բրիտանիայի կողմից արդեն դիրքորոշումը փոխվեց այդ հարվածից հետո։ Ուստի չեմ կարծում, որ հետագայում կընդլայնվի Եվրամիության որևէ անդամ երկրի կողմից այս պահին, եթե հետևենք պատերազմական իրավիճակին, որևէ գործողությունների ընդլայնման համար հնարավոր տարածքներ կամ բազաներ տրամադրելը զուտ, որպեսզի կոնֆլիկտը չընդարձակվի եւ դառնա արդեն դա ինչպես ասեմ, չեմ ուզում վատատեսական ասել, բայց համաշխարհային պատերազմի չվերածվի։ Այո, դուք նշեցիք, որ Եվրամիության գուցե առանցքային լոկոմոտիվ երկրների կամ նրանց խմբի դիրքորոշումը ազդում է մնացածի վրա, բայց այստեղ երևի կան որոշակի բացառություններ, որոնց թվում կարելի է դասել օրինակ Հունգարիային, Սերբիային, Սլովակիային, որոնք շատ հաճախ ընդգծված տարբեր դիրքորոշում ունեն եւ ներկայիս գործողությունների մասով, եթե նաեւ ճիշտ եմ հիշում, կոչ են անում, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ որոշակի սանկցիաներ վերացվեն, վերանայվեն, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում նավթամթերքի շուկայում, ինչպիսի գների բարձրացում է, հա, տեղի ունեցել։ Այո, բարելը արդեն կանխատեսումներով $215, եթե չեմ սխալվում, առ այսօրվա տվյալներով, այդ որոշումը ցավոք սրտի Եվրամիությունը չի միայն որոշում սանկցիաների կիրառումը եւ վերացումը, սակայն կարող է այո վերանայել, մեղմել միգուցե զուտ տնտեսության համար նաեւ որպեսզի շոկային այդ անցումը շոկային չլինի շատ խիստ եվրոպական տնտեսությունների համար, սակայն քաղաքական որոշումներ կայացնելու համար հաշվարկները կատարվում են ներքին լսարանում, ներքին կյանքում, քաղաքական կյանքում, թե ինչպիսի որքանով են առավելությունները եւ խոչընդոտները, ըստ այդմ որոշումը կկայացվի, բայց դեռևս կոնկրետ Ֆրանսիայի դեպքում շատ կտրուկ հայտարարություններ չեն կատարվում, հաշվի առնելով, որ առաջին փուլն է սկսում ընտրությունների մունիցիպալ, որը մի բազմաշերտ ընտրություններ են, այսինքն միայն քաղաքային տեղական ինքնակառավարման մարմիններ են, բայց բազմաշերտ են ու տարբեր կերպով կարող է դա ազդել ընտրությունների ելքի վրա, իսկ այդ ընտրությունների ելքը մունիցիպալ կարող է հետագայում ազդել նաև նախագահական ընտրությունների համար։ Ուստի հաշվարկների կենտրոնացումը հիմա կարելի է ասել Ֆրանսիայում կենտրոնացված է այդ ներքին կյանքի
այս edge-ը ճիշտ պատշաճ կերպով փակելու, այսպես ասած, ընտրությունները անցկացնելու համար։ Ուստի միգուցե պետք է, եթե կոնֆլիկտը շարունակվի, պատերազմը շարունակվի, ես կարծում եմ դեռևս դա շարունակվելու է, երևի մարտի վերջ ավելի խիստ ու հստակ դիրքորոշում կունենա նաև Ֆրանսիան, ինչպես նաև որը կհամալրի, կեզրափակի եվրոպական միասնական դիրքորոշում ցուցաբերելու, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ եւ նաև տարածաշրջանի Մերձավոր Արևելքի հետագա անելիքների համար։ Թեև ուշադրությունը տպավորություն է, որ շատ գերկենտրոնացած է Մերձավոր Արևելյան զարգացումների վրա, բայց դրան զուգահեռ Եվրոպայում պատերազմը շարունակվում է, ես նկատում եմ Ռուսաստանի հարձակումը կամ պատերազմական գործողություններն Ուկրաինայի դեմ, այս պատերազմը որքանով է խնդիրներ հարուցում ընդհանուր եվրոպական անվտանգությանը ուկրաինական համատեքստում, հա, որքանով է տուժում Ուկրաինան, նկատի ունեմ ռուսական կողմին հակազդելու, զսպելու եւ որքանով է սա հեռանկար բացում Ռուսաստանի համար իր ծավալապաշտական նպատակներին, այսպես ասենք, հա, չասեմ ամբողջությամբ հասնելու, բայց խնդիր լուծելու տրամաբանությամբ։ Այո, այս պատերազմը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մի քիչ ավելի անդարձակ ու ավելի հանգիստ, այսպես ասած, պատերազմի մեջ իրեն պահելու, քանի որ աշխարհի ուշադրությունը հիմա սևեռված է Մերձավոր Արևելքին, նաև չմոռանանք, որ այս ամենի ետևում կանգնած են շատ երկրների տնտեսական շահեր, միգուցե կրկնություն լինի, մեր լսարանը երևի շատ է առնչվել այդ տեղեկությունների հետ, որ այս ծոցի երկրների եւ նավթամթերքների բարձրացումը ասիական շուկաների համար դա կարող է շատ մեծ վտանգ ներկայացնել եւ այլն, այստեղ նաեւ տնտեսական շահի մասին է առաջին հերթին գնում եւ եթե համեմատական տանենք Եվրոպայի կողմից այդ տնտեսական շահերի, այսպես ասած, համեմատումը պետք է լինի, թե տվյալ դեպքում ինչ որոշում կայացնել, որով սկզբունքների դեմ գնալ կլինի նաև Ռուսաստանին, այսպես ասած, ներել սանկցիաները կամ շատ մեղմացնել է։ Նաև դա կա, որը հակառակ էֆեկտը կունենա, իսկ Մերձավոր Արևելքի այս պատերազմի մասին դեռևս ակնկալիքներ ունենալ, որ շուտ կավարտվի եւ տնտեսական հետևանքները քիչ կլինեն, դա նույնպես մեծ հարցական է Եվրոպայի համար։ Ուստի նաև եվրոպական որոշ պետություններ, դեռևս ոչ պաշտոնական, բայց երեսը թեքվում են դեպի աֆրիկյան մայրցամաք, նաև տեսնելու, թե ինչպես կարող են գտնել այլընտրանքներ, եթե իրոք տնտեսական առումով Ասիայի մայրցամաքից կամ Մերձավոր Արևելքից հնարավոր չլինի ռեսուրսների ներկրումը եւ բավարարումը ներքին սպառման համար, մասնավորապես նաև այդպիսի բանակցությունների ոչ պաշտոնական, եթե չեմ սխալվում, արդեն սկսվել են Ալժիր, Մարոկո եւ Իսպանիա։ Քանի որ Ալժիրը ունի նաև նավթամթերքի պաշարներ, ուստի այդ տարբերակը նույնպես քննարկվում է, որը եթե Իսպանիան դա փորձի կամ կարողանա արդեն ներկրել, Եվրոպայի համար որոշակի մեղմացում կլինի այդ տնտեսական ծանր հետևանքների համար։ Դա որպես տարբերակ քննարկվում է, այո։ Իսկ պարոն Հարությունյան, այս համատեքստում, հա, Երևանի եւ Փարիզի միջև ինչ որ անհրաժեշտություն կա քննարկումների եւ այլնի, որտեվ տեղի ունեցողը, ինչպես Ֆրանսիայի դիրքորոշման մասին մենք խոսեցինք, Բալկանին հստակ մոտեցումներ, օրինակ Կիպրոսի օրինակում, Հայաստանի մասով էլ զարգացումները հենց ուղիղ մեր սահմանին են։ Ես ենթադրում եմ եւ վստահ եմ, որ երկկողմ խորհրդակցությունները ակտիվացել են այդ ենթատեքստում Հայաստան-Ֆրանսիա, միգուցե պաշտոնական տեղեկատվությամբ դրա մասին շատ չի նշվում, բայց բնականաբար եւ ընդհանրապես Կովկասյան 3 երկրների համար շատ կարևոր պահ է նաեւ զգուշությունը ցուցաբերել եւ կոնֆլիկտում ցուցաբերել հնարավորինս օբյեկտիվ չեզոքություն այդ կոնֆլիկտի նկատմամբ որևէ մեկի կողմը չստանձնել, չնայած որ եւ ԱՄՆ-ն եւ Իրանը կարևոր գործընկերներ են Հայաստանի համար, բայց տվյալ դեպքում եւ կարծում եմ ընդհանրապես հարավային Կովկասը
չնայած Ադրբեջանի դեպքը այլ է, Հարավային Կովկասը պետք է հնարավորինս զերծ մնա, որից է քաղաքական առումով նույնիսկ ներգրավելու այս պատերազմի մեջ հստակ դիրքորոշում կամ հստակ կողմից կողքին հանդես գալու համար, որտեղ եթե նկատում ենք իրանական կողմը ոչ մի ջանք չի խնայում հակահարվածներ եւ նաեւ պաշտպանվելու, այսպես ասած, ինչպես համար, ուստի Նախիջևանի դեպքը շատ հուսամ այդպիսի իրավիճակ չի ստեղծվի հակահարված տալու, մեր ամեն դեպքում մեր տարածաշրջանում Հայաստանն ավելի մոտիկ է Նախիջևանը, նաեւ ուստի այդ խելամտությունը դեռևս տեսնում եմ, որ զսպվածությունը կա Հարավային Կովկասի երկրներում, որը իսկում է որ ճիշտ տարբերակ է։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս նախին դիվանագետ իրավագետ Վաներ Հարությունյանն էր, կարճատև դադար, րոպեներ անց կշարունակենք։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք աշխատանքը առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն է, ողջույն պարոն Հովսեփյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Հովսեփյան, եւ այսպես սկսենք մեր զրույցը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից։ Մեր նախորդ զրույցից հետո արդեն բավականին շատ իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես պատերազմը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։ Միացյալ Նահանգները պարբերաբար նշում է կործանիչ հարվածներ հասցնելու մասին, իրանական կողմը եւս պատասխան գործողություններ է իրականացնում եւ ամենակարևոր հարցերից մեկում կա արդեն որոշակի հանգուցալուծում, խոսքը Իրանի հոգեվոր նոր առաջնորդի մասին է, որը ընտրվեց նախորդի
որդին Մոջթաբա Խամենեին, մինչ այդ Միացյալ Նահանգները նշում էր, որ ինքը պետք է մասնակցություն ունենա Իրանի հաջորդ ղեկավարության ընտրության հարցում եւ վերապահումներ ունեին հենց երբ մամուլը գրում էր Մոջթաբա Խամենեի մասին, վերապահումներ ունեին նրա ընտրության վերաբերյալ, հա, բայց արդեն ընտրությունը կայացած փաստ է եւ իրանական կողմը հակված չէ որևէ ձևով նահանջել, այսինքն ենթարկվել ԱՄՆ-ի այսպես ասած ցանկություններին կամ պահանջներին, ինչպիսի իրավիճակ ունենք մենք հիմա եւ ըստ ձեզ ինչպիսի զարգացումներ կարող ենք ակնկալել, հա, նույն Միացյալ Նահանգների մոտեցումներում, դիրքորոշումներում, հաշվի առնելով, որ Թրամփ ասում էր ինձ հետ կապվում են, ուզում են բանակցել, իրանական կողմն էլ ասում է, որ բանակցությունների մասին ընդհանրապես անիմաստ է խոսել, մենք գոյակբանական պատերազմ ենք մղում։ Այո։ Առաջին հերթին պետք է միշտ մտածենք, որ այն ինչ որ հայտարարվի եւ այն ինչ որ կուլիսներում մեջ կա տեղի ունենա շատ հավանաբար երկու տարբեր բաներ են։ Այսինքն այն որ բանակցություններ տեղի չեն ունենալ, գրնալալ որ բանակնացներ երկու կողմերեն կոնկրետ իրարու հետ չեն նստիր, չեն խոսակցիր, բայց վստահաբար միջնորդներու ճամփով անըտ մեջ խոսակցություններ կան եւ ասիգա մնայուն գերբով, այսինքն նույնիսկ այն ժամանակները երբ երկուքը գտվեր որ արդեն պատերազմի երթալու ընթացքի մեջ են, բնականաբար Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում մեջ խոսակցություններ կընթանային եւ ոչ միայն Ջերեդ Քուշները, այսինքն Թրամփի Պեսան կամ Ուիտկոֆը, որոնք գլխավոր բանակնացներն են մերձավոր արևելյան խնդիրներում մեջ, ոչ թե անոնց դեսքով կամ անոնց միջոցով հանդիպումներ տեղի ունենային, այլ երկրորդական ասենք, այսպես օղակի հանդիպումներ տեղի ունենային Իրանի կամ Իրան ներկայացնող տարբեր պաշտոնակատարներու հետ։ Հիմա ասիկա ասած անցինք այն խնդրին, թե այսօր ինչ է տեղի ունեցածը։ Միշտ ենթադրությունը այն է, որ ռազմավարական գործընկերները, այսինքն Միացյալ Նահանգներ եւ Իսրայել, որոնք միասնաբար այս պատերազմը ցերնարգած են, կամ պատերազմին ցերնարգած են, ենթադրի որ երկու պետությունները 100%-ով միևնույն նպատակները գեդան, ինչը բարական չէ, այսինքն գրնալալ որ երկուքնալ ցկտումներ ունին Իրանի հետ կապված հարվածելու Իրանը եւ այնտեղ որոշ փոփոխություններ առաջացնելու, սակայն 100%-ով երկու պետությունները, երկու գործընկերները միևնույն նպատակները չեն հետապնդել։ Այսինքն գրնալալ որ ասպարակային Իսրայելը այնտեղ իշխանապողության խնդրով շատ ավելի այսպես շեշտված կեցված ունի, քան թե Միացյալ Նահանգները եւ ասիկա տեսանք, չէ, նախագահ Թրամփի կողմէ եղան 1-2 հայտարարություններ, ասելով որ վերջապես թող իրենք ընդրեն այն ղեկավարը որ գուզեն ունենալ, այն առաջնորդը որ գուզեն ունենալ, սակայն մենք պետք է մեր սելիք ունենանք, մեր խոսք ունենանք այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն չփածարեց, որ իսլամական հարաբերությունը մնա այնպես ինչպես կա։ Ինչը բարական չէ Իսրայելի։ Իսրայելը գուցե ընդհանրապես իշխանապողություն տեղի ունենա, իսլամական հարաբերությունը փլուզվի եւ այլն։ Ասկա ինչու գսեմ այն դրամապանությամբ, որ հաջորդող օրերուն մի բացառեք այն բարական, որ նույնիսկ եթե իշխանապողություն տեղի չունենա, մեկ դվյալ գեդի, եթե արդեն նախագահ Թրամփը ըսկա որ բավարար ավեր գործված է Իրանի մեջ եւ հասցված են Իրանին, այնքանով որ իր տնտեսությունը արդեն պիտի գախյալը լա դուրսի աշխարհեն 100%-ով եւ նաեւ ռազմական առումով գրեթե ոչնչացումի դանի բանակը զինյալ ուժերը Իրանի հայտարարե թե արդեն հաղթանակ ձեռք բերված է եւ դուրս կա Իրանեն, ասիկա չի բացառվի, որովհետեւ ամենուն հայացքները այն խնդրի վրա են, որ դակավին քանի շաբաթներ պիտի դեպեն այս պատերազմը թե նավթի քինը այսքան բարձրացավ, անդանելի է եւ այլն,
Սակայն ադիգա միանշանակ չէ եւ պետք է այս սևի եւ քիչ ավելի բարձ ասենք վերլուծության տեսանկյունեն դիտվին այս խնդիրները։ Իսկ ներսում նահանգներում սա ազդում է վարչակազմի վրա։ Բնականաբար, որովհետև պիտի նկատի առնենք, որ ընդհանրապես ժողովուրդը թեմ է որևէ պատերազմի, առավել եւս այս վարակային, սակայն նաև կա որոշ, այսպես համբերություն ցուցաբերելու որոշ երևույթներ։ Ես խոսքս բնականաբար քաղաքականացված այդ շերտի մասին չէ, գլխավորապես դեմոկրատներու մասին չէ, որոնք շեշտված կարծիքներ ունին այս ուղղությամբ, ընդհանրապես հասարակությունը թերևս համբերություն ցուցաբերելու ընթացքի մեջ է, իրենց ավելի կմտահոգե իրենց առօրյա կյանքը եւ ասենք սղաճը քիներու բարձրացումը թեգուս կարյուղի քինը, որ աբսուրդ է Միացյալ Նահանգներու մեջ այսօր եթե տեսնենք նավթի քինի կամ բենզինի քինի բարձրացում, որովհետեւ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները ինքնապավ է այդ առումով, առավելաբար, ասենք ինքնապավ է, բայց քանի որ միջազգային շուկայի քիները կբարձրանան, բնականաբար Ամերիկայի մեջ ալ քիներու բարձրացում կա եւ երբ նավթի քինը կբարձրանա, այնպես չէ որ միայն ինքնաշարժներու, ասենք դեղաշարժի համար բենզինի քինը կբարձրանա, որովհետեւ նավթը կօգտագործվի տարբեր արտադրություններու մեջ եւ բնականաբար բոլոր տեսակի ավրանքներու քիները պիտի բարձրանան եւ այդ ուղղությամբ ավելի թյուրասկացություն կա եւ այնքան ադեմ որ փանակ չկա, ամերիկյան փանակ չկա իրանյան հողի վրա, Ամերիկայի հասարակությունը քիչ ավելի թույլատու է, ժամանակի ընթացքին այդ թույլատվությունը կամ այդ համբերությունը կմաշի, բայց դակավին այնտեղ չեն։ Ես կգարձեմ, որ հաշվարկված ծևով էր, որ Թրամփ եւ իր գործակիցները կհայտարարեին, որ այս պատերազմը կրնա քաշել մինչև 4, որովհետև գիտեն, որ այդ է անգյունաթարցը ընդհանրապես կպատահի այդ հանգրվանին, այսինքն մեկ ամիսեն արդեն ամեն ինչ կսկսի ավելի բարդանալ։ Եվ այդ է պատճառը, որ Միացյալ Նահանգներու մեջ մի քիչ ավելի այսպես բան կա, համբերություն կցուցաբերվի, բայց ասիկա բնականաբար երկար, ինչպես ասի, երկար չկնարդեվել, որովհետև բնականաբար կգնա աստել, մանավանդ եթե բացասական այսպես դարձվածներ դեղի ունենան, կգնա աստել նաև հարաճիգա հանդրություններում։ Իսկ այս իրավիճակը, որը դեռևս այսպես ասենք, խաղաղվելու միտումներ ցույց չի տալիս, որքանով է շոշափում կամ որքանով կարող է շոշափել եվրոպական անվտանգությունը։ Եվրոպայի բարական շատ ավելի բարդ է մի քանի առումներով, եվրոպական երկիրներու տնտեսությունը շատ ավելի գտնախոցվել այս ամեն ինչը, նույն նավթի քիներու մասին որ կխոսեինք, Եվրոպան ընդհանրապես ինքնապավ չէ եւ այնտեղ շատ ավելի մեծ հարվածներ կգնանքալ եւ կգնանք ընդհանուր, այսինքն մինչեւ իստեսնել որոշ ասենք կառավարություններու անգում եւ նոր ընդրություններ մինչեւ եւ այլն այնտեղ թշկողության ալիքը կգնա բարձրանալ, կգնա տարբեր երևույթներու կգնանք թեմ հանդիմանքալ։ Ես անվտանգության այդ տեսանկյունեն ուզեմ դիտել այս բարակային, որովհետև Եվրոպայի բարական նույնը չէ, ինչ որ օրինակ ծոցի երկիրներու բարական է, որոնք ուղղակի հրթիռներու, ասենք հարվածներուն կրնան ենթարկվել եւ ենթարկվին այսօր։ Այնպես որ Եվրոպայի խնդիրները ավելի տնտեսական են, արդեն իսկ այսպես խնդրահարույց երևույթներ կային այնտեղ տնտեսություններու մեջ, եվրոպական երկիրներու տնտեսություններու մեջ, հիմա ադիգա ավելի մեծ ասենք հարված պիտի ստանա, ինչը ցեզի վստահեցնեմ, որ Միացյալ Նահանգներու համար այդքան մեծ մտահոգություն չէ, այսինքն Թրամփի վարչակարգը ընդհանրապես կգրնա այնտեղ գարելիություններ տեսնել այդ ամեն ինչի մեջ։ 12 օրյա օրինակի համար գներեք մեկ բան ավելցեմ, 2 օր առաջ
եթե գիշեք մեկ արիտով կամ մեկ երկու արիտներով նույն օրվա մեջ նախագահ Թրամփը հայտարարություններ օրինակ Իսպանիո նախագահի հանդեպ եւ այն ասելով որ ճշգոհ է անգե եւ այն ադիգա նաեւ հաշվարկված է որովհետեւ Իսպանիան շատ մեծ գաղափարություն ունի ասպարակային անոր տնտեսությունը շատ ավելի խոցելի է եւ գրնա այնտեղ ինչ որ բան բադահիլ եւ նույնիսկ կառավարության փոփոխանակ եթե Թրամփը անտես կա հաղթանակի այսպես հայտարարություններով այդ ուղղությամբ եւս Պարոն Հովսեփյան, եթե Իսրայելի գերնպատակն է ռեժիմի փոփոխությունը եւ Միացյալ Նահանգները կարող է որոշակի վնասները գնահատելուց հետո Իրանին հասցված համարի բավարար եւ հայտնի հաղթանակի մասին, մենք գրեթե նույն բանը տեսանք նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ Թրամփը հելի խոսում էր հաղթանակած լինելու մասին, միջուկային օբյեկտները ոչնչացնելու, իրանական միջուկային ծրագիրը ոչնչացնելու մասին, բայց հիմա նպատակների շարքում շարունակում է մնալ էլի այդ միջուկայինը եւ հիմա սկսելով այս երկրորդ ռազմական գործողությունները, որոնք կարծես թե հուշում են, որ ավելի երկար են տևելու, քան նախորդ տարվանը, ապա ենթադրում ենք, որ անցած անգամ նահանգները չէին հասել իրենց սահմանած նպատակներին։ Գիտեք, ես անսաբես արդեն լուրջ եմ ընդունել այս միջուկային զենք ցերցկելու Իրանի հավանականություններում։ Այն իմաստով, որ արդեն այդ երկիրը այնքան մեծ խնդիրներ ունի, այնքան մեծ տնտեսական մարտահրավերներ ունի, դեռ չեմ խոսիր այլ երևույթներու մասին, որոնք նաև ընկերատնտեսական դեպի են, որ այդ երկիրը միջուկային զենք զարգացնելու կարողականությունը գործընթացած է արդեն վերջին 2 տարիներում։ Եվ այդ ամեն ինչը բادرվակ կօգտագործվի բնականաբար եւ Միացյալ Նահանգներում համար տեսեք զուգադիպություն չէր որ Միացյալ Նահանգները ասեմ մի քանի շաբաթներ առաջ կամ 2 ամիս առաջ Վենեսուելան ասպես ասած ճագերդյալ ցերկ արավ ինչի համար արավ այդ ամեն ինչը որովհետեւ բացի անգե որ Միացյալ Նահանգները ինքը նավթի գծով ինքնապավ է Վենեսուելայի ռեզերվները, այսինքն հում նյութը նավթի տեսակետեն հսկայական է, որոնց միայն մեկ փոքր դոգոսն է, որ Վենեսուելան կարողանար արտահանել։ Հիմա Միացյալ Նահանգները այդ ամեն ինչին էֆեկտիվ գերով դիրացած այդ ամեն ինչին։ Այսինքն դրամապանականորեն մի հասկանանք, որ կպատրաստվեին այսօրվան, որ ավելի մեծ ասենք այսպես նավթային հարստություններու դիրանային եւ Իրանն այդ կներկայացնի Միացյալ Նահանգներու համար։ Ուրեմն ճիշտ է Իսրայելը շատ ավելի անմիջական ռազմաքաղաքական խնդիրներ ունի, որովհետեւ անմիջականորեն նաեւ գրող եղած է վերջին տարիներուն իսլամական հարաբերության ասենք քրոներում Միացյալ Նահանգները այդ ուղղությամբ որևէ ցեվով չի անմիջականորեն վնասված։ Ճիշտ է, իր դարբեր դաշնակիցներ ասպարակային խոսքս բնականաբար Սաուդական Արաբիայի եւ այլնի մասին է, անոնք շատ ավելի անմիջականորեն խոցվելու վրակներու դակ եղած են, բայց Միացյալ Նահանգները այդ խնդիրը չունի։ Ուրեմն իրեն համար վերջին հաշվով դանելի ինչ որ իրավիճակ այդ անցած է տրոպիկոն արդեն Իսրայելի համար ջամփան արդեն բռնած է ինչպես որ Համասի բարական էր իսկ հիմա ավելի արդեն գխորանա Հեզբոլլայի բարակային գտեսնենք չէ մեր այսինքն առօրյա լուրերում մեջ գտեսնենք թե ինչպիսի կրոներ ուտա Հեզբոլլային եւ Լիբանանի հարավին եւ ուրեմն Իսրայելի համար շատ ավելի օրհասական է խնդիրը եւ Իսրայելը որոշած է մինչեւ զայր երթալ երևույթին որովհետեւ այս ռեժիմը ձունգի բերե Միացյալ Նահանգները Իսրայելին վստահաբար գուտա ամեն տեսակի օժանդակություն որ պետք է դա բայց իր անմիջական ասենք
համակային բացառված է, որ Միացյալ Նահանգները մասնակից այդպիսի օպերացիայի։ Պարոն Հովսեփյան, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է լինելու այս պատերազմի արդյունքները, այսպես ասենք, ինչ է կարծում, Հայաստան Միացյալ Նահանգներ օրակարգում սահմանած այն բոլոր առաջնահերթություններում ռազմավարական, որոնք կյանքի են հիմա, կյանքի կոչման փուլում են, կարող են այս պատերազմի արդյունքները որոշակի խմբագրումների բերել։ Չեմ գարձեր ընդհանրագը Կետ այս հանգրվանին ադոր հավանականությունը չեմ տեսնում, այսինքն Միացյալ Նահանգները եթե հետաքրքրված էր Հայաստանի մեջ ռազմաքաղաքական, ռազմատնտեսական կամ միմիայն տնտեսական ներկայությամբ հիմա ավելի պիտի լա հետաքրքրված աջակցությամբ, որովհետև Իրանը նույնիսկ եթե այնտեղ իշխանապողություն տեղի ունենա դարիներ պիտի քաշե, որ Իրանը այսպես հավասարակշռվի եւ վերահսկելի դառնա Միացյալ Նահանգներու կողմէ։ Նույնիսկ ասեմ, եթե իշխանապողություն տեղի ունենա, որովհետեւ իշխանապողություն տեղի ունենալը մեկ բան է, վերջը ինչպիսի իշխանություն այնտեղ պիտի կան մեկ ուրիշ խնդիր է։ Նույնիսկ եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի եւ կա մեկ այլ իշխանություն, այսինքն չէ բացառված, որ նաեւ կա մեկ այսպես իշխանություն, որ անպայմանորեն գրնա լալ, որ որոշ ասենք modus vivendi ստեղծեն Միացյալ Նահանգներու հետ, այսինքն կորզակցության եւ այլն, բայց չբացառենք, որ ոչ բարեկամական ռեժիմ մգրնակալ անգամ միևս Իրանի մեջ։ Ադոր համար հաջորդող դարիներուն դակավին միշտ Միացյալ Նահանգները եթե որոշած է հետաքրքրություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, այդ հետաքրքրությունը ընդհանրակը գրամիա խորանալ եւ ոչ թե նվազի։ Այսինքն իրեն համար աննախընթաց մեկ հաջողություն էր Միացյալ Նահանգներուն համար կալ այդ տարածաշրջանը, որ երբեք ինքը ներկայություն չի եղած։ Այսինքն Թուրքիայեն ասկոմ չէ գրծած անցնի։ Այնպես որ նույնիսկ Վրաստանի բահով ցախողեցավ, այնպես որ այս իր առաջին եւ հավանաբար միակ դարելիությունը լա հաջորդող դարիներուն համար։ Ինչու եմ նաև այդ հարցը տալիս, պարոն Հովսեփյան, որովհետև Հայաստանում կան տարբեր դերակատարներ, քաղաքական դերակատարներ, որոնք հավակնում են իշխանություն վերցնել նաև Հայաստանում, պարբերաբար հանդես են գալիս պնդումներով, թիրախավորելով Միացյալ Նահանգների այդ օրակարգը, սպասվող տեխնոլոգիական ներդրումները կամ TRIP ենթակառուցվածքը եւ այլն, ընդհանուր ակնարկներ անում Իրանի կողմից հնարավոր դրանց, այսինքն չեղած ենթակառուցվածքներին թիրախավորման համար։ Այսինքն որ գներեք երկրորդ բաժնով գակնարկեք, որ Իրանը ինքը խփե, այսինքն որոշ արկելքներ տնե այդ TRIP-ի ուղղությամբ, ադոր մասին է խոսքը։ Այո։ Չէ, բացառված է, նախ դեսեք, այսինքն մարդիկ ունին իրենց գարձիկները, քաղաքական հայացքները ելած, ասենք, գրնան վերլուծություններ նաև տալ, բայց այնտեղ կա նաև առարգայական ինչ-որ ամփոփ, այսպես դվյալներու աշխարհը, չեն գնար այդ ամեն ինչ են գտրվել, չէ, այսինքն իրականություններ գոյություն ունեն։ Հիմա գրնանք որևէ քաղաքական հայացքները մեկնած, որևէ չագնդյալ ասանք փախցանք ունենալ կամ որևէ հավանականություն տեսնել, բայց ասոնք իրադեսական բաներ չեն։ Ադոնք ես կգարձեմ քաղաքագիտության հետ ընդհանրապես գապ չունեցող հայտարարություններ են։ Իսկ այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրնա որևէ ցեով վտանգել Հայաստանը կամ Հայաստանը, որ միակ այսօրվան իրեն, ասենք, առնվազն իր հետ որոշ ասպես հավասարակշռություն բավանող երկիրն է, պետությունն է, այսինքն կալ նաև Հայաստանին ինչ-որ ցեվով վնասել, ադիգա բացառված է։
Առավել անով, որ նույնիսկ եթե թրիպը այսօր սկիզբարն է, թրիպը միջև վերջնական իր հանգրվաններուն հասնի առնվազն 3-4 տարի գուցե։ Այնպես որ շատ բան պիտի փոխվի դակավին Իրանի վարակային եւ միջազգային հարաբերություններում մեջ։ Այնպես որ իրադեսական չեմ նկատել այդ բաները, նախադեсումները կամ քննադատականները։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան։ Խնդրեմ ձեզ շնորհ։ Զրուցակիցս քաղաքագիտության դոկտոր Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։